Հունիսի 22-ին կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի օրը մինչև ուշ երեկո Էջմիածին եկած ուխտավորները շարունակում էին հաղորդակցվել մեր եկեղեցու սրբազան մասունքներից բխող զորությանը, որոնք Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ դրվել էին տաճարի բակում։ Դրանք էին Տիրոջ կենաց փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Սկևրայի հռչակավոր մասնատուփը, Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների մասունքարանը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի եւ Գրիգոր Նարեկացու մասունքները։ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց անդաստանի կարգ, հոգևորականներն օրհնեցին աշխարհի 4 կողմերը, Տիրոջից խնդրելով խաղաղություն ու բարօրություն։ Նախկինում անդաստանի արարողությունը կատարվել է դաշտերի, այգիների, արտերի տարածքում։ Հոգևորականներն աղոթել են խաղաղ եւ բերքառատ տարի ունենալու համար։ Այժմ այս ծիսակարգը կատարվում է հիմնականում եկեղեցու տարածքում։ Արարողությունը հանդիսապետում էր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Նրա ձեռքին Տիրոջ կենաց փայտի մասունքներ։ Աննա Թամրազյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։ Ամեն